Ողջույն բոլորին, այսօր կաշխատենք փոփոխականներ եւ ամբողջ թվեր բաժնի աշակերտներ եւ խնձորներ 1 խնդրի վրա։ Աշակերտներ եւ խնձորներ 2 խնդիրն էլ թաքնված է side quest-ներում ու ընտիր խնդիրը։ Անձամբ խորհուրդ եմ տալիս փորձեք լուծել իր վրա, աշխատեք։ Բայց հիմա եկեք մի հատ սա հասկանանք։ Մուտքում տված է մեր մոտ աշակերտների ու խնձորների քանակներ 7 ու 30։ Ու մեզ հետաքրքիր է թե ամեն մի աշակերտ քանի խնձոր կստանա ու դրանից հետո քանի խնձոր կմնա ավել, որ կտանք դասղեկին մեր։ Այս դեպքում օրինակ 7 ու 30, եթե ամեն մեկին տանք 4 4 4 4 4 4 4, այսինքն 7 հոգու տանք 4-ական, տակը կմնա 30 հանած 7 անգամ 4, 2 խնձոր, այդ խնձորները կգնա դասղեկու կուտի։ Ուստեղ ոնց որ եթե 5-երով տայինք, կնկատենք, որ չափից շատ է լինում արդեն, եթե 3-ներով տայինք, դասղեկին շատ կհասներ, մենք կուզենք ինչքան հնարավոր շատ մեր մեջ բաժանենք, բայց արդար ձևով, այսինքն ամեն մեկին հավասար քանակով։ Ահա, եկեք գնանք փորձենք լուծել։ Նախ պետք է մուտք անենք, կարող ենք աշակերտներին գրել որպես students, հավասար պետք է լինի, քանի որ մեզ գայս է թիվ, սովորական input չենք գրի, input-ը դա text է, կգրենք int input։ Ու խնձորների քանակ գրենք apples հավասար է int input։ Հիմա, որպեսզի ստանանք, թե ամեն մեկին քանի անգամ է հասնում, առաջին միտքը, որ կարող է մտքներս անցնի, դա նա, որ դե գրենք apples բաժանած students, աշխատացնենք սա, կստանանք 4.2 8 եւ այլն եւ այլն եւ այլն։ Չենք կարող այտենց խնձոր չենք բռնի, կիսենք այտենց 0.2 8 5 7 մասի, մեզ հետաքրքիր է ամբողջ մասը։ Դրա համար պետք է գրենք այստեղ ոչ թե մի հատիկով բաժանում, այլ ամբողջաթիվ բաժանում, այսինքն այսպես։ Ու սա գրելով արդեն կստանանք այս մեր 4-ը։ Իսկ 2-ը դա հանդիսանում է, եթե ասենց գրենք 30-ը հավասար է 7 անգամ 4 գումարած 2, սա արդեն մնացորդն է, այսինքն 30-ը 7-ի բաժանելուց ստացվող մնացորդ։ Կարող ենք գրել 30, այսինքն apples, մնացորդի համար է այս տոկոսի նշանը ու աշակերտների քանակ, students։ Այսպես որ գրենք արդեն կստանանք այս մեր մյուս թիվը 2-ը։ Միակ հարցն է, որ իրանք տարբեր տողերի վրա են ու իրանց մի տողի բերելու համար այստեղ կարող ենք վարվել երկու ձևով։ Նախ կարող ենք ասել, որ այստեղ է սրա վերջից ոչ թե արի իջի նոր տողի, այսինքն default որ end-ը ըստ լրելային end-ը slash-ն է հավասար, դրա փոխարեն ասենք տողի վերջում կցագրի ուղակի probel բացատ։ Այդպես կգանք ճիշտ լուծման, կամ էլ կարող ենք ուղակի սրանց գրել իրար կողք մի print-ով։ Ու ինքը ըստ լրելային կբաժանի իրենց բացատի միջոցով։ Եթե այսպես են գրում, գուցե նույնիսկ լավ լինի մի հատ առանձին փոփոխականների մեջ պահել, բայց լավ։ Հաջողություն։